Ձյաբի արգելի հետևորդներ, քիչ առաջ ավարտվեց դատարանի որոշման նիստը, դատարանը որոշում կայացրեց, հիմա կտեսնենք, թե ինչ որոշում է կայացել Կամո Գրիգորյանի մասով։ Պարոն Բաբայան, ներկայացրեք խնդրեմ դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը, արգելեց ժամը երեկոյան 8-ից մինչև առավոտյան 8-ը Կամո Գրիգորյանին լքել բնակարանը, բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին կամ թույլտվություն ստանալ նախաքննության մանրամից բնակության վայրը փոխելու հետ կապված, նաև արգելվեց շփվել սույն վարույթով անցնող այլ անձանց հետ։ Ըստ էության սրանք էին սահմանափակված։ Այսինքն նույն որոշումը կայացած ինչ որ մյուս մեղադրյալների մասով էր, հա, ոնց հասկացա։ Այո։ Այն կոպի արած տեքստը նաև դատարանի որոշման մասով կոպի արվեց։ Այո, բայց մենք այստեղ կարողացանք պարզաբանում ստանանք, որ այլ անձ երբ որ գրում եք, հստակ դատարանն էլ արձանագրեց, քննիչն էլ արձանագրեց, որ այլ անձ չի վերաբերում ընդհանրապես բոլոր անձանց, այլ անձ, որը կարող է որևէ եղանակով կապ ունենալ այս վարույթի հետ։ Սա շատ կարևոր էր արձանագրելը, որովհետև մենք տեսնում ենք դիմացի հարևանի հետ կարող է խոսել։ Այո, եթե իմանա որ դիմացի հարևանը կապ ունի այս գործի հետ, պետք է շփվի։ Սա ինչի է կարևոր, որովհետև մենք համոզված ենք, այս քաղաքական հետապնդումների շրջանակներում այսքան բան են գտնելու, որ նորից կալանքի հարց բարձրացնեն։ Հետևաբար այս հարցը կարևոր է ճշտված ունենալ։ Այսինքն ձեզ համար շրջանակը արդեն պարզվում է, կարող է շփվել ու մեծ ոչ։ Չէ, պարզ չի, որովհետև մենք չենք կարող իմանալ, թե վարույթով անցնող անձին ովքեր են նախաքննության գաղտնիությունից ելնելով։ Դրա համար ես նաև խնդրել եմ մեզ հայտնել, թե ում հետ չի կարելի։ Կհայտնեն, իրավունք ունեն։ Ինչը խոստացա, որ պիտի հայտնի։ Որովհետև իմանաք էլի ում հետ կարելի է, ում հետ չի կարող։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ շփի աղբի վարձ հավաքողը գալիս է շփի հետ, թե չշփի։ Իրանց հետ կարող է։ Եթե նույնիսկ շփի մի անձի հետ, որը կապ ունի այս վարույթի հետ, բայց պարոն Գրիգորյանը չիմանա, հիմնավորենք որ չէր կարող իմանալ, որ կապ ունի այս վարույթի հետ, նրա նկատմամբ չի կարող որևէ խափանման միջոց փոխվել։ Իսկ ինչ ժամկետով է, 1 ամիս։ Անժամկետ մինչև նախաքննության ավարտը։ Ասում որ կալանքի տանեն, գոնե 2 ամիս հետո կիմանեն կարող է փոխվել։ 2 ամիս հետո այս հարցը կարող է տնային կալանքի դեպքում է։ Այս տնային կալանք են կիրառել։ Մի քիչ մեղ տարբեր։ Հա, բանի զբոսանքի թույլտվությամբ, որովհետև ասում են ցերեկները կարող ես դուրս գալ, բայց անժամկետ։ Կատակում են արդեն, ասում են, ոնց որ տանեցիների ընտանիքի անդամների կնոջ, բան, իրենց շահերից է բխում, վերջապես տանը կլինեն հաճախ կտեսնեն։ Ես իրավաբան եմ, այդ ընտանեկան հարցերի մեջ չեմ մտնում, չգիտեմ։ Ակամա լավություն արեցին, էլի։ Դե երևի, լավ, հաջողություն։ Հա։ Մեջաբի հարգելի հետևորդներ, դուք տեսաք, փաստաբան Արսեն Բաբայանը ինչպես մեկնաբանեց դատարանի որոշումը, որ